Սիրելիներ ողջույն, այսօր մեզ մոտ հատուկ եթեր է։ Ինձ այնքան ոգևորեց իմ հյուրերի ընտրած հագուստները շուկայից, որ ես որոշեցի այս անգամ դիրել իմ իսկ հաղորդմանը հյուր։ Եվ այդ հարցում ինձ օգնելու է ոճաբան, հագուստի ընտրության գուրու Սուեն։ Արի, ողջույն։ Ո՞նց ես։ Լավ, մերսի, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ եկել ես, անչափ ուրախացել եմ, որ այս անգամ իմ համար ենք հագուստներ ընտրելու։ Իդեպ սա ոճաբանի հետ աշխատելու իմ առաջին փորձն է լինելու, շատ հետաքրքիր է իմ համար։ Ինձ էլ է հետաքրքիր, որովհետև սենց ֆորմատում ես չեմ եղել։ Առաջին անգամ ես շուկայում։ Երկրորդ։ Իսկ առաջին անգամ ստացվել էր ինչ-որ լավ բաներ գտնել։ Ցավոք ոչ։ Իսկ ինչ ես կարծում ես, որ կստացվի։ Կարծում եմ այո, էս։ Շատ հույս ունեմ, Սուել, իմ առաջին փորձն է, խնդրում եմ։ Շորեր։ Գնացինք։ Քանի տարի է ինձ զբաղվում ես ոճաբանությամբ։ 8։ 8։ Այո։ Իսկ ո՞նց եկավ միտքը։ Ես պետք է դառնամ ոճաբան։ Մոսկվայից, երբ որ ես աշխատում էի ոճաբանի օգնական։ Այդպես ոգեշնչվեցի եւ որոշեցի Շնչվելով, այո։ Ու ինքնուս եմ իդեպ։ Ու միայն նկարահանումների։ Հա։ Դրա համար այսօր մի քիչ բարդ կլինի։ Այսինքն օրինակ առօրյա զգեստապահարանի հավաքելու process-ը չես մասնակցում։ Չեմ անում։ Շատ լավ, դե իմ համար այսօր խնդրում տոնական մի բան։ Իսկ ինչպես ընտրել ճիշտ հագուստ եւ հասկանալ, որ այդ հագուստը քեզ հաստատ պետք է, այդպես ինչ-որ լայֆհաքեր կան։ Ինձ թվում է պետք է հասկանաս, թե ինչ առօրյայով ես դու ապրում ու ըստ դրա ընտրես քեզ հարմար հագուստ։ Իսկ հետևել թրենդերին, թե ստեղծել քո անհատական։ Եթե ունես ֆինանսական կայունություն, ապա կարող ես հետևել թրենդերին։ Եթե ոչ, ինձ թվում է խելամիտ չի, ավելի լավ է ունենալ սեփական ոճը։ Իսկ ինչ հագուստներից կարելի է ստեղծել բազային զգեստապահարան, մինիմալ քանի կտոր հագուստը մարդը պետք է ունենա, որ իր բազային զգեստապահարանը այդպես ստեղծվի։ Կարծում անգամ 5 հագուստից սկսած կարող ես ունենալ բազային զգեստապահարան։ Իսկ ինչ հա պետք է այդտեղ, չգիտեմ, 2 տաբատ, 2 վերնաշապիկ, այո։ Կարող լինի 1 տաբատ, 1 վերաշապիկ։ Բարև ձեզ։ Դե քեզ արդեն չեմ։ Մեզ արդեն տեղն են բերում այստեղ։ Ոնց ես պատկերացնում, ինչ հագուստ այսօր պետք է ընտրենք իմ համար։ Դեռ չեմ պատկերացնում, կլինեմ մաքսիմալ ազնիվ, բայց հետաքրքիր է ինձ, թե ոնց ես դու ընտրել մինչ այս հագուստները, հեշտ է Մենք միասին ենք ընտրել հյուրի հետ, կախված իր ճաշակից, այդպես տիպողաբար բաներ չի եղել։ Հիմնականում տեսել ենք իր ոճի մեջ ինչն է եւ իր ոճին համապատասխան ինչ-որ բաներ ենք ընտրել։ Երկու բառով քո ոճը նկարագրի, որ ես հասկանամ, թե ես սիրում եմ հասկանանք ու անենք ինչ-որ։ Ես սիրում casual ոճը, այն որ կիսադասական, սպորտային իրար հետ համադրածը։ Ամենասիրածս է։ Ու դասական եմ շատ սիրում, այսպես դեպի մի քիչ դասական ավելի շատ։ Ուզում եմ հարցնել գույնային սահմանափակում ունես, թե բոլոր գույները։ Ես վառ գույներ այդպես չեմ գրում, այնպես չի որ հիմա ընտրենք չեմ գրի, բայց առօրյայում ես ինքս որ գնում եմ ինչ-որ շոփինգ անելու չեմ ընտրում վառ գույներ։ Կհակնես, Հələ Չգիտեմ։ Դե այսօր իրական ինչ ասես հագնելու եմ, այնպես որ դու կարող ես ընտրել։ Ես այսօր հլուվն ազանդեմ։ Իսկ էս ինչ որ սենց օրինակ։ Սա արի բացենք նայենք։ Հələ բացի նայենք։ Չելով քանդված է։ Չենք ուզում։ Պես փորձել կներեք։ Իսկ ես շարունակեմ տեսնեմ ուրիշ ինչեր կան այստեղ։ Մտածեցի, որ ավելի հեշտ կողմնորոշվեմ, որովհետև լարվեցի շատ են հագուստները, խառնվել եմ իրարին խոսքով։ Իմ մոտ նենց հավաքած ասեմ գծով ամեն ինչը, որ իմանաս որտեղ ինչ կարաս վերցնես, ինչը որտեղ է դրված։ Ինձ թվում պետք է աշխատակցին ասել, որ ինքը օգնի, որտեղ սենց անհնար է պրոստը գտնել ինչ-որ բան։ Ասես
Շատ սիրուն է, բայց լայն է։ Հա, շատ մեծ է։ Հա, արժի օրինակ վերցնել մեծ չափսի հագուստ եւ ինչ-որ գոտիով փորձել փոքրացնել, թե գեղեցիկ չի ստացվի։ Գնումի շատ սիրուն, ես այդպես եմ անում։ Ինչ կասես, մասա մենք վերցնենք, թե դեռ փնտրենք։ Արի մյուս կողմել նայենք վերջինական ու հասկանանք որտեղից ինչ ենք ուզում։ Մարիամը այստեղ եկել է աշխատանքի, թե իրան առևտուր անելու գնումներ։ Սա ինչ որ բրենդ է։ 1000 դրամով։ 5000, ես քեզի հիմա էսի տամ ներնեմ քեզ։ Ոչի փոշիկա։ 4000 դրամ։ Այստեղ ինչ որ Պայուսակներ։ Ամեն ինչ կա ժողովուրդ։ Հայկանում ուղղակի պետքա լավ փնտրել, որ այն լավ բաները պեղես։ Իսկ մարդը ով չգիտի թե իր ոճը որն է, ինչ խորտ կտաս այդ ճանապարհին ոնց գտնել, թե քեզ ինչն ես ասում։ Այդ ավելի հոգեբանական է, մարդու հետ շփվելուց ինձ թվում է նոր կարող ես հասկանալ ինչ ոչ իրան որոշես ու օգնես, որ ինքը գտնի դա։ Օ, շատ սիրուն է։ Բայց ոնց ենք հասկանում, օրինակ էս նոր է։ Հա մենք հարցնում ենք, իրանք ազնիվ ասում են, որ նա նոր եւ որը օգտագործած։ Շատ սիրուն է։ Հա, սա կարելի է այս տարբերակը կարելի է դիտարկել։ Աչքի տակ առնել, այս բայց որ չափսն է։ Դու ինչ չափ ես կրում։ 38։ Իմ համար մի քիչ տարօրինակ է, ես սիրում եմ կովբոյ ոճը, բայց այսպես հետևը բաց տարբերակ երբեք չեմ։ Լավ, եկեք։ Նոսկիով փորձեմ ոչ։ Ոչինչ։ Մի քիչ ոնց որ Մեծ է։ 39-ն է, բայց լավն է։ Սիրուն է, բայց ինձ թվում է սա մեզ պետք չի այսօր։ Սա մեզ պետք չի այսօր։ Այսպես։ Հա, բայց հավես է։ Բայց սիրուն է շատ ու կստատի քո լուքից սազեց։ Ես հաղորդման շրջանակում սովորաբար հագնում եմ շատ թեթև հագուստներ, ուղղակի հարմար։ Այսօր հագել եմ դիզայներական իմ միակ հագուստը, քանի որ ոճաբան է գալու ինձ հյուր։ Ու ոճաբանը հագել է իր առօրյա շորերից։ Իսկ առօրյայում հեշտ ես ընտրում, օй, ինչ հագնել։ Փորձում եմ այնպես ընտրել, որ շատ հարմար լինի, քանի որ անընդհատ ճամպրուկներով ու շատ իրերով եմ, բազում եմ նկարահանումների։ Ու մի փոքր ինձ սենց դրել եմ մի կողմ ու չեմ հետևում, որ շատ սենց վաու հետաքրքիր հագնվեմ, բայց այդ պատասխանատվությունը միշտ կա, չէ՞, որ բոլորը գիտեն ոճաբան ես, մտածում են միշտ պետք է ամենաոճային տեսքով դու ներկայանաս։ Բայց միայն Երևանում ժողովուրդ։ Հագուստ ընտրելիս ինչին ես նախապատվություն տալիս, նայում ես գնին, որակին, թրենդային այդ պահին, թե ոչ։ Նայում ես առաջին անպայման որակին, որ ավելի երկար ծառայի, ու նայում ես ոչ թե արժեքին, այլ նայում ես թե որքան հաճախ իրեն կօգտագործես։ Իսկ ցածր արժեքով հաճախ է հանդիպում, որ որակյալ բաներ ես գտնում, թե հիմնականում Չեմ ասի, չէ, նկարահանումների համար շատ է լինում, որ ցածր արժեքի ինչ-որ բաներ գտնում եմ ու իրանք բավականին երկար ծառայում են։ Այստեղ ուրեմն առանձնացված հատված կա, որտեղ ամեն ինչ ընդհանրապես 200 դրամ են, որ ընդհանրապես հավատալու չի։ Ու այսպես նոր ջինսեր են, կարող եք գալ, օգտվել։ Իսկ որ լավ փնտրեք, մեջները հաստատ լավ բաներ կգտնվի։ Մենք գտանք այսպիսի վերնաշապիկ, Սուեն շատ հավանեց ու 2000 դրամ էր, բայց մեզ 1000-ով տալիս են։ Մենք այստեղ արդեն հեղինակություն ենք։ Վերցրեք ես։ Վերցրեցինք։ Այս վերցնում ենք։ Իրականում ոճաբանի հետ այստեղ մի փոքր բարդ է, որովհետև ինքը ուզում է սիրուն ոճային լուք հավաքի։ Ու բավականին եւ ժամանակն է մեր սահմանափակ, եւ իրերն է սահմանափակ։ Պետք է այստեղ այսպես լավ փնտրես, էլի որ լավ բաները գտնես։ Hello։ Մի րոպե։ Քանի որ քո էս տակի հագուստը Տակինը խանգարում է, որ բայց ճիշտ երևա։ ընդհանուր շատ լավն է։ Հա։ Հա, շատ լավն է։ Ներեցեք, սա ինչ արժի։ 3000 դրամով կտակ մեզ։ Նորա, չէ՞ սա։ Դրիվ նորա, ասում եմ, մի հատ է ուրիշ գույն կա։ Կուզես այդ գույնն է։ Մի հատ այդ գույն։ Հələ այն ենք։ Մենք գտանք նաև այս գույնը ու հիմա ընտրությունն ենք այս երկու տարբերակի միջև, հիմա այս տարբերակը փորձենք։
Քանի որ ես չեմ տեսնում, դու ասա։ Ես հիմա չեմ մեկնաբանի, որ մեկնաբանից ասես։ Ինչ որ Մենք եկանք աքսեսուարների բաժին։ Օրինակ էս լավն է, թե ուղղակի իմ բանի հետ չսազի։ Կարա սազի դեպ։ Հա։ Հա։ Անես նայեցի ում սենց բանը։ Սա վերցնենք թե ուրիշ տարբերակ, որովհետեւ Արի ես վերցնի ուրիշ բաներ էլ գտնենք, որ իր հետ կհամադրվի։ Մի քանի ես իդեպ նկատել եմ, որ մի քանի վզնոց տարբերակ են, հիմա թրենդային է, հա։ Լավ է սրանք։ Խնդրեմ։ Հա, Այսպեսի բաներ կա այստեղ։ Ու բուրոնն էլ շատ հավեսն են։ Էս էլ շատ։ Շատ սիրուն, արի ես էլ։ Արի սրանք վերցնենք։ Ինչքան, մեզ հատը 1000 են ասում, բայց որ մի քանի հատ վերցնեն, քիչն են։ Հիմա այս երկուսը որ վերցնենք, մեզ եղ չկանեք։ 800-ով կտա, այսինքն երկուսի այդ 1600։ Շատ լավ։ Այս երկուսը վերցնում ենք։ Շորտ ենք տեսել, գնում ենք հետևից։ Որտեղ էր։ Հեսա գտանք։ Ընտիրը։ Վերցնենք։ Այո։ Ասա մաքուր կաշի է, վերմանտին չի, նայ։ Ինչ ասեցի։ Նիետ, շատ թանկ է ինքը։ Բայց դուք մեզ ինչքանով եք տալիս։ Ասում եմ, 100 դրամ պակաս։ Ինչքան է։ 4000 դրամ։ Էս նոյա, չէ։ Իհարկե։ Դե լավ։ Ու այն շատ սիրուն բաներ ա գտել ու միանշանակ կարող եմ ասել, այդքանից ոչ մեկ ես չէի գնի։ Նկատի եմ առանձին եթե գայի, ես չէի մտածի բացի վզնոցներից, մնացածը չէի մտածի, որ այ արժի վերցնել կամ ինձ կսազի, ու շատ հետաքրքիր էր ոճաբանի հետ, որ նայում ես այնպիսի իրերի, որոնց չէի նայի այդ դեպքում։ Հրաշալի, մեր միսիան ավարտվեց։ Հույս ունենք, որ կհավանեք, իմացեք, որ սա տանջանքների գնով եւ սահմանափակ հնարավորություններով հավաքված լուք է։ Հիմա տպավորություն է, բայց ոնց է, էլի կգաս այստեղ ինչ-որ բան փնտրելու, թե չէ։ Հնարավոր է գամ, որովհետև բաներ տեսա ոչ հագուստի մեջ, այլ հենց այս հատվածում, որտեղով որ հիմա քայլում ենք, որ կարող է պետքական լինել հետագա Վինտաժային բաներ կա, դե ռեկվիզիտների համար։ Ռեկվիզիտներ, այո։ Այո, գնանք փորձելու։ I can feel it in my bones. I can feel you getting weaker. You can hear it in my tones. And you can feel it in the speakers. Yeah. And I can see the way you flex. Every drop I wanna save for. Թույլ տուր կիսվեմ իմ տպավորություններով շատ հետաքրքիր լուք ստացանք։ Իրականում ես էլի եմ կրկնում, երբեք այս օրինակ շորտը երբեք չէի գնի, բայց հիմա որ նայում եմ, շատ հետաքրքիր ու շատ ոճային է նայվում։ Օպես Դու ինչ շատ։ կասես։ Գոհես։ Ինձ էլ դուր եկավ շատ։ Կողքնությամբ։ Ինչպես կոչենք իմ outfit-ը։ Smart casual։ Ես smart casual outfit-ով եմ այսօր, սիրելի ընկերներ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր էր քեզ հետ։ Իմ առաջին ոճաբանի հետ փորձը տեղի ունեցավ շուկայում, հույս ունեմ մի անգամ էլ միասին կգնանք մոլ։ Սիրով։ Բայց ասեմ, որ շուկայի պայմանների համար ուղղակի ֆանտաստիկագույն լուք ես հավաքել։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Այստեղ մեր մանկության բաներն է, բայց ես ճիշտ ասած չեմ ունեցել, որովհետև մենք չունեինք ծոմուկ։ Մենք չէինք կարողանում գնել։